Ադրբեջանն է Հայաստանի անվտանգության երաշխավորը։ Չիմացաք, ժողովուրդ ջան։ Հենց այս տեսակ գնահատականն է տվել ազգային ժողովի նախագահ աշխատող Ալեն Սիմոնյան, ճիշտ է նա այնտեղ շարունակություն էլ ասել, ասում է մենք էլ Ադրբեջանի անվտանգության երաշխավորն ենք, իրականում ինչա կատարվում։ Ադրբեջանը ըստ երևույթին պահանջել է, որ այսպես կոչված խաղաղության պայմանագրում չլինեն անվտանգության երաշխավորներ, այսինքն մեխանիզմներ, որոնք թույլ կտան խաղաղությունը դարձնել հարատև, այլ ոչ թե Թրամփի ստորագրությունը որպես վկա։ Հիմա հայկական կողմը այս ամենը կոչելու համար տարբեր ձևակերպումներ, բառախաղերով են առաջ շարժում եւ հիմա փորձում են համոզել, որ Ադրբեջանը Հայաստանի անվտանգության երաշխավորն է։ Այս նույն տրամաբանությամբ վաղ իրենք կարող են ասել, դե հայերն էլ արևմտյան ադրբեջանցիներ են, օրինակ, մենք էլ եթե ուզում ենք 100%-անոց խաղաղություն, եկեք Հայաստանը վերածենք արևմտյան Ադրբեջանի, այդտեղ էլ Ալիև արդեն կղեկավարի Հայաստանը եւ այդ ժամանակ արդեն կլինի խաղաղություն։ Շատ կզարմանաք, եթե իրադարձությունները այս տրամաբանությամբ զարգանան։ Բայց Հայաստանում հասարակության հատված կա, զգալի հատված կա, որը այս ամեն ինչը հասկանում է, որը զգում է վտանգները, որոնք գալիս են Ադրբեջանից։ Եկեք լսենք մեր հարգելի քաղաքացիներին Գեղարքունիքի մարզից, եւ դուք եւս կհասկանաք, որ հասարակության զգալի հատվածը Ալեն Սիմոնյանական եւ Ալիևա Փաշինյանական հեքիաթներին մեղմ ասած չեն հավատում, բոլորն էլ հասկանում են, որ այս տրամաբանությամբ շարժվենք, Հայաստանը դառնալու է արևմտյան Ադրբեջան։ Եթե պետական հաղորդումներին հավատանք, մեր ռազմական բյուջեին հավատանք, նրանց ռազմական բյուջեին հավատանք, տարբերությունները շատ է։ Իսկ իրականում գետնի վրա մենք այնպես բաներ ենք տեսել, որ շատ վատ է անդրադառնում, շատ վատ։ Ինչքան արտասահման օգնություն է գալիս է, թող այս ժողովրդին փոքր Հայաստանին իրանց էլ հասցնեն, ոչ թե նրանց գրպան էլ լցնեն։ Խելքը գլխին, մեզ ղեկավար չի լինեն, ու երևի էլ չլինի, այո։ Ունենք, բայց դե ուրա, իրար ուտում են, որ չի կարելի։ Ասում երկու շուն, որ կռվում են, ճամփորդի գործն է աչիգնում։ Մի ուտում են հրապարակում, խորհրդարանում, ուտում են իրար։ Ինչի համար։ Այս ժամանակ էլ մի կուսակցություն կոմունիստական, հասկացանք, անցավ գնաց։ Հիմա 5 հայ են 100 կուսակցություն, այ թուրքը այդքանը լավ ջոգել է, դրա համար էլ նա կամաց առաջաշարժում, միահամուր դարձեք, հայ ազգ, Հայաստան, հայ ժողովուրդ, խորհրդարան, ղեկավարություն, միահամուր դարձեք,